Եղոր գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Կամանդի դու գիտես ոնց ասես տենց հալնելու ուղղակի միջև մի բան ասելը դիմացի որ ես ինչ էլ անեմ ոնց էլ ապրեմ ինչ որոշում էլ կայացնեմ այդ ամեն ինչ անելու եմ նրա համար որ նանեի համար լավը լինի Վահե մի հատ հարց ունեմ Եթե Աստված չանի սահմանում նորից կռիվ լինի ու դու հայրենիքին նորից պետք ես բայց նանան ու եղքը քեզ տանը սպասեն ինչ որոշում կկայացնես Եթե ես զգամ, որ հայրենիքին պետք եմ, առաջինը ես կգնամ առաջնակից։ Կներես կամանդիր։ Ես գիտեմ, որ դու կուզես, որ ինչ էլ լինի, ես քո աղջկա կողքին լինեմ։ Բայց իմ հայրենիքը իմ ընտանիքի տունն է։ Ու եթե ես չպաշտպանեմ իմ հայրենիքը, նշանակում է իմ տունը չեմ պաշտպանում։ Վահե, ես աղջկաս չէի վստահի մեկին, ով հայրենիքի առրեքը չգիտի։ Նալն պետք է դեռ սովորի։ Կամ ուսանակ այն ժամանակ, երբ երեխան պատրաստ կլինի։ Չես վրազում, հասկացար։ Հա, կամանդիր ջան, ես вообще չեմ վրազում։ Ես դեռ ստեղ պետք է գործերս կարգավորեմ, որ գամ Հայաստան։ Մենք Հայաստանում ենք ապրելու։ Ես ուրախ եմ քո որոշման համար։ Մի հատ նորից զանգի տեսուր են հասել։ Հենց նոր խոսացի, ասեց արդեն հասնում են։ Լավ, ես չեմ հասկանում, այդ որտեղից են գալիս, որ միջև հիմա չկա։ Ուր է մաման։ Ուր ես տարել մամային։ Ես չեմ կարող ասել։ Դու ազատված ես։ Բայց Տիկին Մարգարիտան Տիկին Մարգարիտան հիմա հիվանդ է, ծանր հոգեկան վիճակում, ու ես չգիտեմ ինքը որտեղ է։ Ու ես չգիտեմ իր հետ ինչ կարող է պատահել։ Ու այն աշխատողը, որին դա չի մտահոգում, մեզ պետք չի։ Ավելի լավ է ասես, թե ուր ես տարել։ Փալմում է։ Ինքը միշտ այդտեղ է հանգստանում։ Դուք գիտեք։ Գնացեք երկուստ էլ, ազատեք։ Ասա եմա, Ես գիտեմ դու որտեղ ես, ու գալիս եմ մոտդ։ չեմ հասկանում, մենակ մնալու իրավունք չունեմ, ես վաղը կգամ։ Ման բժիշկը դեր եկել, ու ասում է, որ ինչ-որ դեղեր ես վերցրել իրա քեյսից։ Ինչ տեղ։ Էդ էր մնում պակաս, որ ես դեղ գողանամ։ Բա ինչ ես գնացել այդտեղ ման։ Ասեցի, չէ եմա, եկել եմ բոլորիցդ հանգստանամ։ Չգաս եմա, եթե իմացել եմ եկել ես, կթողնեմ ու հեռու կգնամ, ոչ մեկը տեղս չեք իմանա։ Մամ, ախր ինչի ես սենց անում, հմ։ Ես չեմ կարա հաշտվեմ իմ աղջիկների արած սխալների հետ։ Լսի, Սյուզին արդեն 20 տարի է ամուսնացած է, 2 հասուն երեխա ունի, դու այսքան տարի չհարմարվեցիր դրա հետ, ինչ ես ուզում դու իրանցից։ Իսկ դու Ես ինչ։ բաժանվի դրանից։ Մամ, ես ընդամենը 3 օր եմ ամուսնացած, ինչ ես ուզում։ Էմա, դու 3 օր ես, Սյուզին 20 տարի։ Երկուստ է ձեր կյանքը կործանում եք, դուք չեք հասկանում, ինչ եք անում։ Ես այդ երկու էգոիստերի համար չի, որ աղջիկներ եմ մեծացրել դժվարությամբ։ Լավ, եթե բաժանվեմ, կգաս հենց հիմա։ Խոստացի։ Հա, մամ, կբաժանվեմ։ Կբաժանվեմ, բայց դու հետ արի։ Առավոտը կգամ։ Մամ, խնդրում եմ, հիմարություններ չանես, հա։ Կգամ։ Բաժանվելու թղթերը կտեսնեմ, հետո կխոսենք։ Լավ, ոնց ասես։ Վաղը կսպասեմ քեզ։ Լավ։ Ուրեմն միջ վաղը։
Այ էս ուրիշ բան։ Խոսեցիք, Հա, վաղը կգա։ ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ արդեն։ Չգիտեմ։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Carstar Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս է իմ ուզածը։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծողիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծողիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալի, հատուկ մարինացված միս, արաքս շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Love you.
Իրական ու թարմ բաղադրիչներ, մեծ չափաբաժիններ եւ լավ մթնոլորտ։ LA West Barbecue, դաղորակ է կրակի վրա պատրաստված։ Պիցցա, բուրգեր, աղցան, խորոված։ LA West Barbecue-ն ընտրություն է, որը չի հիասթափեցնում։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Դուս թե ինչ ես անում։ Դու չասիր մենակ ես։ Եկա սաղ մի հատ վերջնական խոսանք։ Ներս արի։ Հələ դիմա պետք է զոքանջի մոտ լնեիր։ Որտեն այդ ուր են գնում, ինչ են անում, դրա տղուն հետևես։ Լսի, փաստորեն երեք քերին Ֆրեզնոյում ա եղել, այդ Մինասի ընտանիքի հետ։ Մորիցս իմացա, որ այսօր հետ են գալիս։ Է շատ լավ է։ Պետք է հետևենք երեխուն, հարմար պա գտնենք։ Ահա, ես մի երկու օքի ասել եմ, որ գան օգնեն։ Ինչ երկու օքի, Տարոն։ Մենք ենք անելու։ Ոնց։ Ես ու դու։ Ապա քեզ թվում է սենց գործին ես ճուժոյ մարդ կվերցեմ։ Ոչ մեկին ես չեմ կարող վստահեմ։ Ախպեր, բայց ես գիտեմ այդ երեխու բերելու պահը ուրիշներն են անելու։ Ոչ մեկ սրա մասին չպիտի իմանա, Տարոն։ Ոչ մեկ, այս շատ լուրջ է։ Եթե սենց ես վերաբերվելու ավելի լավ է ոչ մի բան չանենք։ Չէ, ախպեր, ոնց չանենք։ Սաղ տոշնի է։ Իրար հետ կանենք։ Դու այդ տաբանության հարցերը լուծել ես։ Հա, արել եմ սաղ։ Նմնում է բաժանման թղթերը էտել ես 2-3 օրը կսեմ տեղը։ Ու դրանից հետո սաղ մերն է, չէ։ Չէ, իմն է, քոնը, քո փայնն է, ոնց խոսացել ենք։ Մնացածի հետ գործ չունես։ Դու հիմա գնա ինչ ասել եմ էտ արա։ Հետևից ես երբ են գնում, երբ են գալիս, տղեն Մարգոյի տունն է մնում, հորետ է գնում, սաղ հետևի ինձ տեղյակ պայի։ Լավ։ Այո, պրես դու։ Ուտելու բան կուզեք։ Չէ, ճիշտն ասած, սուրճը բավարար է։ Իսկ առավոտը տիկին Մարգարիտայի հետ խոսել եք։ Հա, խոսել եմ, ամեն ինչ լավ է։ Բարև ձեզ։ Մոք, այնքան լավ անցավ չես պատկերացնի, ափսոս մեր հետ չէիր։ Իսկապես որ ափսոս։ Հա, իմ ջան, մյուս անգամ իրար հետ պիտի գնանք։ Անպայման։ Աշ, մի հատ արի քեզ նորմալ շնորհավորեմ, ի տա։ Happy birthday, Mgant։ Ապրես, բալես, ինձ կներես, ես այս անգամ չհասցրեցի քեզ նվեր առնել։ Այս անգամ սենց շնորհավորեմ, հետո հա նվերդ կառնենք։ Շատ ապրես։ Մամ, ես գնամ հանգստանամ, էլի շատ հոգնած եմ։ Մերսի շատ։ Ինչ էլ դաստիարակված երեխա է։ Մինչև վրադ չնայես, թույլտվությունը չստացավ, չվերցրեց գումարը։ Մին ասի դաստիարակությունն է։ Փողը միայն ծնողներից կարելի է վերցնել կամ աշխատել։
Shut up։ Գնամ տեսնեմ մաման ոնց է, գամ իրար հետ սուրճ խմենք։ Չես կարող, տանը չի։ Ոնց։ Ինչի։ Հիվանդանոցա գնացել։ Չէ։ Երեք ստեղ մի հատ նենց ներկայացում էր Շեքսպիրը կնախանձեր։ Palm Springs-ում եմ։ Իհարկե ասել էր, որ առավոտյան կգա, բայց ոնց որ թե մտադրված չի գալու։ Մենակա։ Հա։ Երեք էլ բժիշկն էր եկել, ճիշտն ասած ինձ վախեցրեց, ասաց, որ իր մոտից ինչ որ դեղեր են կորել, մտածում եմ, որ մաման է վերցրել այդ դեղերը։ Ճիշտն ասած ուզում էի գնալ մոտը, բայց որ պատկերացրեցի հետս ոնց է կռվելու, չգնացի։ Բայց ամբողջ գիշեր չեմ քնում։ Իմ համար միևնույնն է կռվելու է, թե չէ։ Արի գնացինք հետևից, մեքենայով ես, չէ։ Նանե, խնդրում եմ, եղբորը տիրություն կանես։ Լավ։ Գնացինք։ Ձեզ օգնա։ Հա, ինձ 4 գինի է պետք։ Կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկն եմ կայացրել։ Պետք է ընկերուս հետ նշեմ։ Կարող եմ սա առաջարկել, շատ փափուկ գինի է, մրգի ու դեսերտի հետ շատ լավ է։ Չէ, մենք պետքա ծովամթերքի հետ խմենք։ Ուրեմն սպիտակ, սա կարող եմ առաջարկել։ Հրաշալի է, հենց սա էլ կվերցնեմ։ Մոտենանք դրա մրգին։ Լավ անցավ, չէ՞։ Իմ համար որ շատ։ Դախ ճանապարհի մեջ կանացել որ կոֆե խմենք։ Գոնե հիմա կոֆե դիմա խմեմ։ Կամանդիր ջան, հեսա մի հատ նենց սերով կոֆե դնեմ, էլ դու սուս։ Հա, Աշոտ ջան։ Պապ, կարանք այսօր ես ու մհերը գնանք խաղասրա։ Ասում է երկուսովս մի հատ էլ ընդդծրունդս կնշենք։ Հեսա գալիս է հետևիցս։ Բա հոգնած չես տղես։ Չէ, պապ, ինչ հոգնած։ Լավ, մամային կասես, որ ես քեզ կվերցնեմ։ Լավ։ Լավ, ոնց ես դիմացել երեք ու չես գնացել հետևից։ Անենց ուլտիմատում դրեց դեմս, որ մտածեցի գնամ մի հատ դրա համար է կռվելու հետս։ Լավ, գոնե կողքը կլինեիր։ Սուզի դե կներես, որ ես էլ եմ մարդ, որ ես էլ եմ այս կյանքը առաջին անգամ ապրում ու չգիտեմ ամեն ինչ պիտի անեմ։ Ճիշտ ես ասում, կներես եմ ջան։ Իրիկունը իրան խոստացա, որ Գարիկից կբաժանվեմ։ Ինչ ես խոսում։ Բա, այդ պայմանը դրեց առաջս։ Քո հետ դեռ համբերատարը, սպասում ա տեսնի երբ կբաժանվեք։ Իսկ ինձ ուղիղ ու միանգամից արդեն դրեց այդ պայմանը։ Նման բան չանես, կհասնենք կխոսենք հետը։ Բայց ճիշտն ասած, ես ուզում եմ բաժանվել Սյուզ։ Էմա գժվել ես։ Ճիշտն ասած, մինչև ամուսնանալու երբ որ օրը մի 2 ժամ էինք իրար հետ, ամեն ինչ նորմալ էր։ Բայց հիմա որ պատկերացնում եմ ամեն առավոտ արթնանալու եմ իրան տեսնեմ, քնելու եմ իր հետ, ու էլ չասեմ, որ ամբողջ կյանքի ընթացքում պետք է իրար հետ լինենք, սիրտս կանգնում։ Երևի մամային ինադու եմ արել այս ամենը։ Ու դա իմ կյանքի ամենամեծ սխալն է։ Համինես։ Սյուզի բայասուր եք։ Վայ արևս կներես, արագ դուրս եկանք, մոռացա զանգեմ, քեզ պատմեմ ինչ ա եղել։ Ես գինի եք խմելու։ Մենակ չասես չես խմում։ Չէ, խմում եմ, եթե լավ գինի է, ինչի՞ չէ։ Լետես ինչ եմ բերել։ Լոսի ամենահամով ծովամթերքներով դոնաթն է։ Ես ինչ ախորժելի տեսք ունի։ Նորություն է։ Բա այն ինչ է։ Էս էլ է նորություն, ծովամթերքով բուրգերը։ Դե հիմա ասա ինչ առիթ է։ Կյանքի շատ կարևոր որոշում եմ կայացրել։ Որոշում։ Ես մի օր չենք տեսել որոշումներ ես կայացրել։ Նան ես որոշել եմ դեռ չտեղափոխվեմ։ Ծնողներիս հետ եմ ուզում ապրեմ։ Համել Կարենին հիշում ես։ Հա ոնց չեմ հիշում։ Էլ չեմ շփվում Կարենի հետ։ Ինձ անլուրջ հարաբերություններ պետք չեն։ Ու ուզում եմ քոլեջ ընդունվեմ։ Ես շատ ուրախ եմ, որովհետև դու վերջապես սկսել ես նորմալ որոշումներ կայացնել։ Լավ, դե արի ուտենք։ Նան, ես մհերի հետ գնում եմ խաղասրա։ Մաման գիտի, պապան գիտի, պապան է գալու վերցնի։ Նոր ես խոսացել պապայի հետ։ Հա։
Դե լավ։ Հաջող։ Հաջող։ Արի ուտենք, գինի խմենք, հետո էլ կբամբասվենք։ Նենց բան ունեմ քեզ պատմելու չես հավատա։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգիր մեռնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Հրաշալի նորություն։ Ձեր հարմարավետության համար արդեն գործում է HiPost-ի 5 մասնաճյուղ, որտեղից կարող եք գումար ուղարկել աշխարհի ցանկացած երկիր կամ ծանրոցներ դեպի Հայաստան մատչելի արժեքով։ Մանրամասների համար զանգահարեք 818 991 0000։ HiPost, ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor. Stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossy հավաքածուով հայտարարում է ջախջախի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցեք է բաց միջոք այս բաց սարի կարիթը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնենք տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Hams Armenian Barbecue։ Համ, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal,
Skinnovate մեծ սպայում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմար աթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը։ Այնտեղ, որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Պապայի հետ խոսել է։ Պապան դեմ չի ու ասել է ուղղակի պետքա չշտապենք։ Նանե աչքերդ ուղղակի փայլում են։ Ես էլ եմ տենց սեր ուզում։ Քո մոտ էլ կլինի։ Ինչի տխրեցիր։ Նան ուզում եմ քեզանից ներողություն խնդրեմ։ Ինչի համար։ Շասմին, եթե այն դեպքն է, խնդրում եմ, ես մոռացել եմ, կլինի դու էլ մոռանաս, անցնենք առաջ։ Չէ, ընդհանուր։ Դե քանի որ ես որոշել եմ իմ կյանքը զրոյից սկսեմ, ու դրա մեղավորը դու ես, չեմ ուզում մեր մեջ մութ բաներ մնան։ Դե լավ, եթե այդքան կարևոր է, ասա։ Հա, կարևոր է։ Դու տատիդ հետ կխոսաս կհասկանաք իրար, բայց իմ խիղճը ինձ կտանջի։ Նախաբանը երկարում է կլինի, մի անգամից ասես։ Նան ինձ տատիտ էր ասել, որ ես քո հետ սկսեմ շփվել։ Ու դրա մասին մամատ էլ գիտի, այս վերջերս է իմացել։ Լավ, տատին ուզել է, որ իմ տարիքի ինչ-որ մարդու հետ շփվեմ, նորմալ է։ Տատիտ ինձ մեծ գումար է առաջարկել, որ ես նենց անեմ, որ դու ես երկրից չգնաս։ Դե ինձ ասել է, որ նենց անեմ, որ ինտեգրվես իմ շրջապատի մեջ, որ սիրես ես երկիրը, որ էլ չուզենաս հետ գնաս Հայաստան։ Ու ավել գումար կտար, եթե ես նենց անեմ, որ դու ինչ-որ մի տղայի հետ ծանոթանաս։ Տատին տենց բան չեր անի։ Կներես Նան, ուղղակի այնքան շատ էի ուզում այդ տանս գումարը հավաքեի, որ առանց մտածել համաձայնվել եմ։ Փաստորեն այս ամեն ինչը սուտ էր։ Ես գիտեի մենք ընկերներ էինք։ Փաստորեն ոչ էլ ընկերներ ենք եղել, դու այս ամեն ինչը հատուկ ես արել։ Չէ, Նան, մենք ամենաիսկական ընկերներն ենք եղել։ Ճիշտ է, ի սկզբանե տատիդ ասելով էի քո հետ շփվում, բայց հետո նենց ստացվեց, որ գոնե ես քեզ փոխեի, դու ինձ փոխեցիր։ Դե կներես, որ ինչ-որ բաներ փոխել են, որ դու քո փողերը չես աշխատել։ Ինչ ես խոսում, Նանե։ Ես ավելի թանկ բան ստացա, քան այդ փողներ։ Գիտես, մաման ճիշտ էր ասում։ Մեր աշխարհները լրիվ տարբեր են։ Բայց քո մոտ մի բան լավ է ստացվել։ Նենց ես արել, որ ես ուզում եմ հետ գնամ Հայաստան։ Գնա, Ժասմին։ Ժասմին, գնա։ Մա։ Եմ հաստատ մաման էստեղ է։ Հա, հաստատ, բայց կարող է բենակ չի կամ հյուրեր ունի։ Հա, բայց ում հետ պետք է լինի։ Մենք էլ գիտենք, թե այստեղ տխուրա դեպրեսիայի մեջ է, մենակ է։
Էս ինչ եք անում այստեղ։ Էմա չէի ասել, որ չգաք։ Տեսար։ Մամ ջան, ես եմ ասել, որ գանք։ Ինձ թվում էր դու այստեղ այնքան վատ ես, մենակ, տխուր։ Դե որ տխուր չես, արդեն տեսանք։ Ուզում ես որ տխուր լինե։ Չէ, դե իհարկե չենք ուզում, մամ ջան, բայց ալկոհոլ ես խմում։ Սյուզի, ես արդեն չափահաս մարդ եմ։ Մամ ջան, քո դեղերի հետ ալկոհոլ չի կարելի։ Եկել եք օրս փչացնեք, հա։ Թե ուզում եք մի անկյունում նստեմ անընդհատ լաց լինեմ վախից։ Սկսվեց։ Մի րոպե։ Իսկ դու բաժանման թուղթդ բերել ես։ Բնականաբար ոչ։ Երբ պիտի հասցնեի։ Լավ։ Եկեք բոլորս հանդարտվենք, հա։ Այս նորմալ չի, որ մենք չենք կարողանում իրար հետ հանդարտ շփվել։ Միշտ իրար հետ վիճում ենք, գոռում ենք, վատ տրամադրություն է։ Մաման որոշել է հանգստանա, չէ՞։ Դե եկեք բոլորս իրար հետ հանգստանանք, լավ ժամանակ անցկացնենք։ Okay, ես համաձայն եմ։ Լավ։ Եկեք փոխենք։ Որակով ժամանակ։ Գնաց փոխ։ Տնեցիք ինչ են ասում Հայաստանի տնալու վրա։ Դե պետքա գնանք էլի։ Հա, բայց երբ։ Էրիկ պապան խոսում էր մամայի հետ, ասում է ինչքան շուտ գնանք, այդքան է լավ։ Յարզա։ Բայց տրամոտ միքսի։ Կարաս մերից գաս մեր տուն կմնաս։ Հա, կարամ գա։ Հա, ես արդեն պատկերացնում ինչ հավես է լինելու։ Ընկերներից հետ կծանոթացնեմ։ Պապան սաղ լավ տեղերը գիտի, կգնանք իրար հետ։ Դե ուրեմն անպայման գալու եմ։ Դուք մի քանի օր առաջ ձևակերպեցիք ամուսնությունը։ Հա, գիտեմ։ Դուք վստահ եք ձեր որոշման մեջ։ Հա, հաստատ վստահ եմ։ Չենք հասկանում իրար։ Սխալ որոշում էր։ Իսկ ինչու ձեր կինը ներկա չի։ Այս բան տրամադրություն չունի։ Մեզ էլ հասկացեք, բարձ շրջան է։ Ծանր ապրումների մեջ ենք։ Հույսեր ունենք։ Հիմա դրանք վերացան։ Հասկանում եմ, ցավում եմ։ Լավ կլներ պահպանեիք ընտանիքը, բայց եթե ձեր որոշումը սա է, 2-3 օրվա ընթացքում կձևակերպենք ձեր ամուսնալուծությունը։ Հա, ուր ես։ Լսի, մինասի տղեն, իրա թայ մեկ է եկել է Game Zone, բայց երկուսով են, նայեցի հետները մեծ չկա։ Հա, շատ լավ է, կակրաս պահ։ Դե շուտ արա արի։ Լավ է դե, գալիս եմ, ասկեքը պատրաստ է։ Ահա, ամեն ինչ պատրաստ է։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։
Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Թրակների DPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ, աշխատում ենք բոլոր ապահովական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների լուրջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր։ S&H Garage, որակ դիմացած։ Խնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ, ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը։ Բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուա Գալենտեի շքեղ դժոր համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին։ Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր։ Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով anumticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Նայում եմ ձեզ ու մտածում եմ ես երբ մեծացաք դուք։ Այ հիմա սկսեցի հիշել փոքր տարիքում ձեզ միասին էի լողացում նույն վաննայի մեջ։ Դե մամ, այն տարիներին դժվար էր, տաք ջուր չկար, գեռացնում էիք, հավաքում էիք ինչ-որ մի տեղ, դրա համար էլ միասին էիր լողացնում։ Ով կմտածեր, որ այդ դժվար տարիներից հետո մենք կարող ենք սենց պայմաններում ապրել։ Ես աղջիկս, ես կմտածեի։ Միշտ էլ իմացել եմ, որ մենք լավ ենք ապրելու։ Այդ դուք ապահովված եք լինելու։ Դրա համար ուզում եմ ամեն ինչ վայելեք այստեղ, ինչ որ կա։ Վայելում ենք էլի, մամ ջան։ Ես հիմա այնքան երջանիկ եմ, որ միասին ենք։ Բայց ափսոս, որ ժամանակավոր է։ Թողնելու եք ու գնաք։ Երեխեքի աչքն էլ մնալու է այս ամեն ինչի վրա։ Լավ, դե էլի մամ ջան, որոշեցինք, չէ, որ այդ թեմաներով չենք խոսում։ Լավ։ Ինձ թվում է արդեն տուն գնալու ժամանակն է։ Թե չէ թեմաները վերջացան, եկավ կռվելու պահը։ Հա, համ էլ բժիշկդ կջղայնանա, որ քեզ չես հետևում։ Լավ էլի եմ, այդ մի կողմ դիր։ Այդ դուք եք վայելում։ Իսկ ես պիտի աշխատեմ, որ դուք կարողանաք վայելել։ Մենակ փոխանցումները ստուգեմ ու վերջ։
Ինչ փոխանցումներ։ Լևոնին ասել են, որ բոլոր փոխանցումները ուղարկի ինձ ստուգման։ Մի րոպե։ Բայց ամեն ինչը ես եմ ստուգում։ Մամ, քեզ հիմա պետք է հանգստանալ։ Այս մանր-մունր բաներով ես կզբաղվեմ։ Էմա, դու նորից փորձում ես ինքնագլուխ բաներ անել։ Մամա, բիզնեսների մեծ մասը մեկ է իմ անունով է։ Ինչ տարբերություն։ Երբ որ կուզես, կփոխես նորից քո անունով։ Թողեք մի հատ ստուգեմ էլի այս փոխանցումները։ Մի րոպե։ Չհասկացա ես ինչա։ Ինչա։ 100,000 փոխանցել ես Սահակ Ադոնցի։ Այդ մամայի բժիշկը չի։ Մի հատ էլ 50,000։ Մամ, ես ինչ թվեր է։ Այդ մարդու աշխատավարձն է, ինչ թվեր։ Այսինքն, մամ, որ մի երկու անգամ եկել գնացել է մեր տուն, պիտի նման աշխատավարձ ստանար։ Քո գործը չի։ Այսինքն իմ գործը չի։ Ոչ քեզ ինչ-որ առանձնահատուկ բուժում է նշանակել, ոչ դեղորայք է դուրս գրել։ Ինչի համար պիտի ստանար 150,000 դոլար։ Մամ, էլի գումարներ ես իրան փոխանցել։ Աղջիկ ջան, իմ կյանքը փրկելու համար է։ Եվ հետո այդ ինչ գումարա որ։ Ես գնացի, հա, ինչ ուզում եք արեք։ Սյուզի, դու չես հասկանում։ Այդ մարդը օգտվելով մամայի տկար վիճակից իրանից նման գումարներ է կորզում։ Էմ ջան, այդ մամայի հետ վիճելու թեմա չի։ Դա մեր լուծելու հարցն է։ Ավելի շուտ ոչ թե մեր, այլ Մինասի։ Ինչի Մինասի։ Հավատա ինձ, Մինասը նենց կխոսի հետը, որ այլևս չի համարձակվի տենց բան անել։ Սպասի զանգեմ։ Մինաս, խոսելու բան ունեմ քեզ հետ։ Հա, շատ կարևոր է։ Նա շատ մի նեղվի։ Ժասմինը քեզ չի ճանաչել։ Սկզբում որոշել է անի ինչ որ պետք է, բայց հետո որ անկեղծացել է, ուրեմն փոշմանել է։ Հա, այնա Վահեն։ Արի տանը քեզ մեր հետ։ Չէ, լավ, ախպերս ես գնամ, ստե մոտիկ եմ ապրում, գիտես։ Դե լավ, կգնանք էլի իրար հետ։ Չէ, ախպերս դու արխին։ Լավ։ Կապով։ Վահեն! Աշոտ! Թող! Աշոտ! Նոր եք եկել։ Ոչ եք սպասել։ Չէ, չեմ սպասել։ Նստեք։ Դու նստի։ Նստի ու լս ինչ եմ ասում քեզ։ Պատերազմի ժամանակ քո նման բժիշկները 24 ժամ կյանքեր էին փրկում։ Եթե մի ժամ ազատ ժամանակ էին ունենում, նստում էին աթոռին ու տենց էին հանգստանում։ Բայց դու ես դենու բոլ աշխարհում մարդկանց հիվանդության պատճառով փողեր ես վեկալում։ Ու մեծ փողեր։ Ու հանկարծ չմտածես, որ այդ փողերից պետք է։ Ո՞ք ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքի անդամներից ինչ-որ մեկին խաբես։ Բժիշկ, կամ ինձ ասում ես այն ինչ-որ իրականություն է, կամ էլ ես կիվանամ։ Սա որ պապան ձեզ գտնի, գիտես ինչ է անելու։ Գիտենք, ինչ խոսա։ Են գյադեն հաստատ դեմքս տեսա։ Անձի հաստատ պալի տարին։ Չի ասրը տնը հանգստացի 100% չի տեսը։ Հա, բայց երեխեն տեսավ։ Հա, տեսել եմ ու հիշել եմ, որտի լավ իմացի։ Ինչ խոսա ջո։ Լսի, ես քեզ այնքան փող կտամ, կարաս դաժե սաղ դեմքդ փոխես։ Մի վախեցի, սաղ չոտքի է։ Ինձանից գնում է մի հատ զանգ։ Հանգստացի, մնա սրա մոտ։ Քավա է։ Կամանդիր Աշոտին տարան։ Երեխուն քթից տակից տարան։ Ոնց տարան։ Ով տարավ։ Հա, անասունները քշեցին փախան, չհասա դրանց ես։ Վայ, որտեղ ես տեղը տասա։ Տեղը չփոխես գալիս եմ։ Ալո։ Բարև, գնդապետ։ Արդեն գիտես, չէ՞ որ տղեդ մեր մոտ է։ Ով է Սարա։
Այդ քեզ պետք չի իմանալ, ուրիշ հարց կա, որով կարաս օգտակար լինես։ Լսի արա։ Միջև ասելիքդ ասելը, հիմա ես լսի։ Ես հայերի մեջ թշնամի չունեմ, բայց եթե հայ կա, որյան թշնամու պես ապահում, ուրեմն գիտես, թշնամիների հետ ոնց են վարվում։ Այ հիմա ասա ասելիքդ։ Լսի, մենք ոչ մի վատ նպատակ չունենք, քո տղու գլխից ոչ մի մաս չի պակասի։ Միակ պայմանն է նա, որ վաղը սաղ ընտանիքից վերցես ու ստուց գնաս։ Լավ չէ, Սարա։ Դու տղուս թողեմ գնամ։ Չէ, տղուդ կտանք իր տատուն, հետո տատը կուղարկի Հայաստան։ Այդքան բան։ Հա, տենում ես, բարդ բան չկա։ Ու գնա քո համար ապրի, մենք եմ մեր։ Պատի խոսամ տղուս հետ։ Այս պայն մոտը չեմ ես։ Զանգի եփ մոտը կլես։ Լավ։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց միասին բերելու ենք այն հետ